Ողջույն բոլորին, հուսամ բոլորդ լավ եք, Ժողով ջան, այսօր կներկայացնեմ ուրեմն տարվա կանխատեսումը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են խոզի տարում։ Իսկ ովքեր են այդ մարդիկ։ Դրանք բոլորը այն մարդիկ են, ովքեր ծնվել են 1935 թվականին, 1947, 1959, 71, 83, 95, 2007 եւ 2019 թվականներին։ Միասին կհասկանանք, թե ինչպիսին կլինի տարին 2026 թվականը խոզի տարում ծնվածների համար, կհասկանանք ինչպիսին է լինելու ֆինանսները, կարիերան, հարաբերությունները եւ իհարկե առողջությունը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են միանում իմ YouTube-յան ալիքին եւ առաջին անգամ եք դիտում այս վիդեոն, կարճ ծանոթություն, ես Արմեն եմ Սեթաղյան, չինական մետաֆիզիկայի թվագիտության սերտիֆիկացված մաստեր եմ, գիտելիքներ ձեռք եմ բերել Joy Up Academy-ում, որը գտնվում է Մալազիայում։ Հանդիսանում եմ մենթոր, անձնային աճի մարզիչ, բիզնես խորհրդատու եւ իհարկե խոսնակ, օգնում եմ մարդկանց գրանցել հաջողություններ իրենց կյանքում, օգտագործելով իրենց անձնային էներգիաները, ինչու՞ չէ նաեւ տարվա 10-ամյակի հաջողության էներգիաները եւ տալիս եմ հստակ ստրատեգիա, ինչ անել, երբ անել, ավելի կոնկրետ, ինչպես հայտնվել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում եւ կատարել ճիշտ գործողություն։ Ըստ չինական օրացույցի նոր տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 4-ից։ Եվ եթե դուք ծնվել եք մինչև փետրվարի 4-ը, ապա ձեր կենդանակերպը տարվա դա նախորդ տարվա կենդանակերպն է։ Եթե ուզում եք ավելի մանրամասն իմանալ ձեր անձնային էներգիաների մասին, իմանաք թե որ կենդանակերպի տարում եք ծնվել կամ որ կենդանակերպի ամսին, օրը եւ ժամին, ապա սկանարեք այս QR կոդը եւ կառուցեք ձեր բացի քարտը։ Սկանավորելուց հետո ձեզ մոտ կբացվի նման պատուհան, որտեղ դուք պետք է լրացնեք ձեր ծննդյան տվյալները, ծննդյան ժամը, եթե գիտեք, եթե ոչ բաց եք թողնում, ընտրում եք սեռը, տղամարդկին եւ սեղմում հաշվել։ Դրանից հետո կբացվի այս աջ կողմի, ուրեմն աղյուսակը, որտեղ աչից առաջի սյունը դա տարվա սյունն է, այնուհետև ամսվա սյունը, օրվա սյունը եւ ժամի սյունի։ Այստեղ աչից առաջին ուրեմն սյան ներքևի հատվածում, որը կարմիրով նշված է, այստեղ ներկայացված է տարվա էներգիան, այսինքն որ կենդանակերպի տարում եք ծնվել եւ սրանով դուք կարող եք արագ կողմնորոշվել, եթե իհարկե չգիտեք, որ կենդանակերպի տարում եք ծնվել, օգտագործեք այս հաշվիչը, բազի քարտի հաշվիչը, սա հստակ կտա ձեր հարցի պատասխանը։ Հիմա եկեք հասկանանք, թե 2026 թվականին ինչպիսի էներգիաներ, դրական էներգիաներ կամ դրական աստղեր են հայտնվել ձեր դաշտում, եթե դուք ծնվել եք խոզի տարում։ Մի փոքր 2025-ից խոսեմ, քանի դեռ 2025-ը ընթացքի մեջ է, մինչև փետրվարի 4-ը։ Տեսեք, 2025-ը դա բախման տարի էր համարվում բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են խոզի տարում։ Ինչ է դա նշանակում չինական մետաֆիզիկայում։ Դա նշանակում է, որ ձեր կյանքում պետք է տեղի ունենային կոնկրետ փոփոխություններ։ Միգուցե ձեր միջավայրում, աշխատավայրում, միգուցե դուք փոխեիք ձեր բնակավայրը, ձեր բնակարանը, տեղափոխվեիք նոր բնակարան, կատարեիք փոփոխություն ձեր վարքագծում, ձեր կյանքի մոտեցումներում, ընդհանրապես ինքնադրսևորման մեջ փոփոխություններ եւ այլն։ Որտեւ բախման տարին դա այն տարիներն են, երբ որ պետք է տեղի ունենա տրանսֆորմացիա ձեր կյանքում։ Ինչքանով է դա տեղի ունեցել, դա ինքներդ կարող եք արդեն վերլուծել, հասկանալ, եթե տեղի ունեցել, ուրեմն ավելի լավ։ Եթե ոչ, ուրեմն դուք դեռ ունեք ժամանակ, որ เป զի վերանայեք ձեր կյանքը, կյանքի բոլոր ոլորտները եւ հասկանաք, թե որտեղ եք սխալներ թույլ տալիս եւ ինչ կարելի է անել։ Հիմա 2025-ը դա իհարկե բախման տարի էր եւ փոփոխությունները անխուսափելի էին։ Եթե դուք եք պլանավորում փոփոխություն, դա լինում է մի փոքր ավելի փափուկ։ Անցումը փափուկ է ստացվում, ավելի հեշտ, ավելի, այսպես ասած, ոչ ցավալի, ոչ ցավոտ։ Իսկ եթե դուք ինքներդ չեք պլանավորում այդ փոփոխությունը, ապա տիեզերքը ինքն է պլանավորում եւ արդյունքում փոփոխությունը լինում է, բայց մի փոքր ավելի ցավոտ։ Հիմա, ինչ էներգիաներ ունենք դրական աստղեր, որոնք կարող են ձեզ օգնել եւ հիմա այս հուշումները կտամ, թե ինչպես կօգնեն այս աստղերը, էներգիաները եւ իհարկե միայն էներգիայի արկայությունը դա բավական չէ։ Ձեզնից եւս պահանջվում է կատարել գործողություններ։ Սկսենք 5 բարգավաճում ուրեմն էներգիայից։ Անվանումները մի փոքր տարօրինակ կարող են թվալ, որովհետև սրանք ուղղակի թարգմանությունն են չինարեն տարբերակներից, այնպես որ մի փոքր
ըմբռնումով մոտեցեք, քանի որ մի փոքր հնարավոր է տարօրինակ անուններ լինեն։ Հիմա 5 բարգավաճում, հա, ընդհանրապես 5 բարգավաճումը դա հարստության, առատության մասին է, հա, նոր հնարավորությունների մասին է եւ երբ որ այս աստղը հայտնվում է ձեր դաշտում, սա հուշում է, որ հնարավոր է տարվա ընթացքում դուք ունենաք հնարավորություն ստանալ եկամուտ, եկամուտի աղբյուր 5 տարբեր, ուրեմն աղբյուրներից, եկամուտ 5 տարբեր աղբյուրներից եւ հնարավոր է ունենաք հնարավորություն աշխատել 5 տարբեր մարդկանց հետ, ովքեր կլինեն ձեր օգնող մարդիկ, ձեզ կօգնեն, հա, սա շատ կարևոր է։ Կարող է նաև այս աստղը առաջացնել հոգնածություն, ինչու, որովհետև տարին ընդհանրապես բերում է բավականին շատ զբաղվածություն ձեզ եւ հուշում է անում, որ դուք պետք է օգտագործեք բոլոր հնարավորությունները, որոնք ի հայտ կգան ձեր դաշտում։ Նաև ասեմ, որ եթե ձեր անհատական էլեմենտը հողյանն է, ապա հենց այս տարի 2026-ին ձեզ համար սպասվում են հիանալի ֆինանսական հնարավորություններ, որոնք դուք պետք է անպայման օգտագործեք։ Հիմա անցնենք մյուս դրական աստղին, դա ուրեմն առաքինությունն է, հա, առաքինությունը բերում է նոր հնարավորություններ եւ առաքինությունը բերում է օգնություն։ Օգնություն, երբ որ ձեր շրջապատում հայտնվում են մարդիկ, ովքեր լուծում են ձեր խնդիրները, ովքեր կարողանում են ձեզ ինչ-որ հարցերում օգտակար լինել, բայց այստեղ կա մի փոքր կարևոր պայման, որ դուք պետք է բաց լինեք այդ օգնությանը, այդ հնարավորություններին եւ ցանկացած առաջարկ միանգամից չմերժեք, փորձեք ուսումնասիրել, քննարկել, նոր դրանից հետո հասկանալ, թե դա ձեզ ինչ կտա, սա շատ կարևոր է։ Ունենք երկնային օգնություն։ Երկնային օգնությունը բերում է օգնող մարդկանց նորից, բերում է հույս, բերում է ունակություն նաև սովորելու, սա փոքր-ինչ նաև ակադեմիական աստղին է նման, երբ որ տարին օգնում է ձեզ, ձեր միտքը դարձնում է ավելի ճկուն, որպեսզի դուք կարողանաք որոշեցեն նոր գիտելիք ձեռք բերեք։ Սա շատ կարևոր է։ Մյուսը դա ուրեմն նեֆրիտե աստղն է։ Նեֆրիտե աստղը եւս խոսում է ֆինանսական հաջողության մասին եւ մասնավորապես սա կապված է անշարժ գույքի ձեռքբերման հետ։ Եթե դուք ծնվել եք խոզի տարում, եթե ձեր անհատական էլեմենտը հողյանն է, ապա ձեզ մոտ կա հիանալի հնարավորություն 26 թվականի ընթացքում ձեռք բերել անշարժ գույք կամ որևիցե նմանատիպ, հա, ինչ որ ներդրում երկարաժամկետ, որը դուք կարող եք անել։ Սա շատ կարևոր է։ Երկնային յին եւս համարվում է դրական էներգիա, ընդհանրապես երկնային յին դա վերևից օգնությունն է, հա, տիեզերքից օգնությունն է, բայց այս ուրեմն էներգիան կակտիվանա այն ժամանակ, եթե դուք լինեք մաքսիմալ ակտիվ, հա, սա ակտիվություն է պահանջում, սա պահանջում է ձեզանից ճկունություն, որը դուք պետք է ունենաք 2026-ին, եթե ցանկանում եք օգտվել բոլոր այս աստղերի հնարավորություններից։ Սա շատ կարևոր է։ Նաև երկնային օգնություն, հա, մենք ունենք երկնային օգնություն, երկնային յի, սրանք բոլորը օգնության մասին են։ 2025-ը, քանի որ բախման տարի էր, մի փոքր տուրբուլենտ տարի էր ձեր համար, բայց 2026-ը ձեզ տալիս է բոնուսներ, այսպես ասած, ու այդ բոնուսները բոլորը թաքնված են հենց այս դրական աստղերի մեջ։ Եղեք մի փոքր ավելի ուշադիր։ Հիմա եկեք անցնենք բացասական էներգիաներին։ Ինչ ունենք, հա? Բացասական էներգիաներից ունենք մահացու հմայքը, հա, մի փոքր տարօրինակ թարգմանություն հաստատվել, բայց ամեն դեպքում տենց է թարգմանում բառացիորեն։ Սա բացասական ազդեցություն է, ուրեմն առողջության հետ կապված հիմնականում, այսինքն եթե թաքնված ինչ-որ բաներ կան, առողջական խնդիրներ, դրանք կարող են միանգամից ջրի երես դուրս գալ։ Նաև սա վերաբերվում է, քանի որ առողջությանն է վերաբերվում, ապա խորհուրդ կտամ, եթե ունեք քրոնիկ հիվանդություններ կամ ընդհանրապես եթե ոչ մի առողջական խնդիր չունեք, լավ կլինի, որ տարվա ընթացքում ստուգվեք, հա, բժշկական ստուգում անցնեք ու փորձեք նախորոք բացահայտել ինչ որ խնդիրներ առողջականի հետ կապված, հա։ Իսկ այս աստղի էներգիայի դրական կողմը նա է, որ տալիս է տեմպ առաջխաղացման համար, այսինքն ինքնըստինքյան ձեր մոտ կառաջանա առաջմղման, ակտիվ լինելու ցանկությունը ու կօգնի, որպեսզի դուք, այսպես ասած, սկսեք շարժվել եւ սառույցը վերջապես տեղից շարժվի ու դուք սկսեք ինչ-որ մի բան անել։ Սա շատ կարեւոր է։
Մյուսը սակավ սպառողն է, սակավ սպառողը դա ինքը սակավ սպառող է կոչվում, բացասական էներգիա է, բայց սա մատնանշում է ծախսատարության մասին։ Ընդհանրապես տարին իր հետ բերում է նաև սպառում, նաև մեծ ծախսեր, բայց այդ ծախսերը հիմնականում կապված են նաև ֆինանսական կորուստների հետ, որին պետք է ուշադիր լինեք, որտեղ ունեն կողոպուտի շահ էներգիան, իսկ կողոպուտի շահ էներգիան դա ուղղակիորեն վերաբերվում է նրան, որ դուք կարող եք մեծ գումարներ կորցնել։ Հիմա ինչ պետք է անենք։ Շատ կարևոր է, որ ցանկացած ներդրում մենք շատ լավ ծանոթ անենք, խոսենք մասնագետների հետ, նոր անենք։ Մյուսը տարին փորձելու է ձեզ կապված ուրեմն զեղծարարության, կապված ուրեմն գրավիչ ներդրումների հետ, որոնք կլինեն սկզբից գրավիչ, բայց այնուհետև կբարձրվի, որ դուք ուղղակի ներդրել եք ու կորցրել եք ձեր գումարը։ Կարևոր է տարվա ընթացքում հետևել նաև ֆինանսներին, այսինքն հասկանալ, թե որտեղ եք ներդնում, հասկանալ, թե ում եք գումար պարտքով տալիս, միգուցե այս տարի այն տարին չէ, որ պետք է ինչ-որ մեկին մեծ գումարներ տալ, այնուհետև դրանք երկարաժամկետ հատվածում չկարողանան հետ բերել։ Սա նույնպես պետք է ուշադրություն դարձնենք։ Ամեն դեպքում պետք է ուշադիր լինենք բոլոր տեսակի խարդախություններին, այսինքն հեռու մնանք խարդախություններից, հեռու մնանք շատ գրավիչ, ուրեմն ներդրումային ծրագրերից, որովհետև տարվա ընթացքում ձեզ մոտ բացասական աստղերը, որոնք ֆինանսի կորստի հետ են կապված, կարող են միանգամից ակտիվանալ, ու դուք կարող եք կորցնել շատ մեծ գումարներ։ Եղեք առավել ուշադիր։ Ընդհանուր, եթե ամփոփենք, տարին բավականին լավն է համատած 25-ի հետ կապված, քանի որ դրական աստղերը, ինչպես տեսակ, կան, գոյություն ունեն, ուղղակի ձեզանից պահանջում են մաքսիմալ ակտիվություն։ Հիմա հիշեցնեմ, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց տարին պլանավորել ավելի լավ, ավելի արդյունավետ, ապա այդ հարցում ձեզ կօգնի չինական օրացույցը, որը առաջին անգամ պատրաստվել տպագրվել է իմ կողմից, հիմքում 10,000 տարուց ավել պատմություն ունեցող չինական թոնգշո օրացույցն է, սա պարզապես օրացույց չէ, սա մի օրացույց է, որը նախ էջերի քանակը 74 էջանոց է, իր մեջ պարունակում է բավականին շատ ինֆորմացիա, նաև դուք կարող եք գտնել օրացույցում յուրաքանչյուր օրվա, տարվա յուրաքանչյուր օրվա մասին ինֆորմացիա, ինչի համար այն կարող եք օգտագործել, ինչի համար ցանկալի չէ օգտագործել, ինչ անել, ինչ չանել, պլյուս դրան դուք կարող եք ինքնուրույն բանաձևերի միջոցով, որոնք ես տվել եմ, օրացույցում հաշվել ձեր անհատական դրական օրերը եւ նաեւ տեսնել, թե որ օրերն են անհատապես ձեզ համար բացասական։ Եվ այդ օրերին դուք չեք պլանավորի որևէ կարևոր նախաձեռնություն, այլ կպլանավորեք բոլոր կարևոր գործերը ձեզ համար անհատապես ուրեմն դրական օրերին։ Սա շատ կարևոր է։ Եթե ցանկանում եք ձեռք բերել օրացույցը, ապա մեկնաբանություններում այս վիդեոյի գրեք օրացույց բառը եւ ես կուղարկեմ մնացած բոլոր մանրամասները։ Հիմա շատ կարևոր է, որ դուք, եթե նայում եք այս վիդեոն եւ հավանել եք, ապա բաժանորդագրվեք ալիքին, որովհետև բաժանորդագրվելով, սեղմելով լայք կոճակը եւ կիսվելով ձեր մտերիմների հետ, դուք կակտիվացնեք YouTube-յանի մալիքը, ես դրանից կշահագրգռվեմ, կմոտիվացվեմ եւ կնկարեմ ել ավելի շատ վիդեոներ հետաքրքիր չինական մետաֆիզիկայի մասին, իսկ դուք էլ դրանից կօգտվեք եւ օգտագործելով իմ տրված խորհուրդները կկարողանաք փոխել ձեր կյանքը դեպի ավելի լավը։ Հիմա եկեք ընդհանուր ամփոփենք, թե ինչպիսին կլինի ֆինանսական վիճակը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են խոզի տարում։ Ընդհանրապես այս տարին պահանջում է ավելի մեծ գիտակցություն ձեր ֆինանսական կառավարման հարցում, դուք պետք է զգույշ լինեք ձեր ծախսերի մեջ, եւ որոշ դրամական կորուստներ հնարավոր է լինեն, բայց դրանք մինիմալացնելու համար վերհիշեք իմ բոլոր խորհուրդները, որոնք ես տվեցի աստղերի հետ կապված, սա կարևոր է։ Խուսափեք իմպուլսիվ կերպով փաստաթղթեր եւ կտրոններ, ինչ որ թղթեր ստորագրելուց, քանի որ շտապողականությունը կարող է հանգեցնել հետագա կորուստների։ Ընդհանրապես ցանկացած պայմանագիր ստորագրելուց կարդացեք բոլոր դրույթները մինչև վերջ։ Ցանկացած գործարքի մեջ մտնելուց 2026-ին եղեք առավել ուշադիր, որովհետև հավանականությունը, որ ձեզ կխաբեն, հավանականությունը, որ դուք կսխալվեք եւ կունենաք ֆինանսական կորուստներ, մեծ է։
Ինչ վերաբերվում է կարիերային, այս տարի ձեր կարիերան կենտրոնացած է երկու թեմայի վրա։ Մեկը դա մարտահրավերներն են, մյուսը դա դիմացկունությունն է։ Որքանով եք դուք դիմացկուն մարտահրավերներին, որքանով եք դուք կարողանում կառավարել ձեր էմոցիաները աշխատավայրում, որքանով եք դուք կարողանում դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից, տարին ձեզ կփորձի, բայց մենք ունենք օգնություն, հիշում ենք, ունենք օգնություն վերևից եւ օգնություն շրջապատից, մարդկանցից, աստղերը մեզ տալիս են այդ հնարավորությունը եւ մենք դրանից պետք է օգտվենք։ Եթե օգտվենք, լինենք բաց, լինենք ավելի շատ շփվող եւ ճկուն, ապա կկարողանանք որոշակի հաջողություններ գրանցենք նաեւ մեր կարիերայում։ Հիմա, եթե դուք ուզում եք ընդհանրապես ակտիվացնել ձեր հաջողությունը, եթե դուք ուզում եք դնել նպատակներ եւ արագ հասնել հաջողության, հա, եւ ընդհանրապես փոխել ձեր կյանքը դեպի ավելի լավը, ապա դրանում ձեզ կօգնի մետաֆիզիկական ակտիվացիաները։ Մետաֆիզիկական ակտիվացիաները լուծում են շատ հարցեր, եւ հարաբերությունների հետ կապված, եւ հաջող քննություններ հանձնելու, ցանկալի աշխատանք գտնելու, բիզնեսում վաճառքները ավելացնելու, ինչու՞ չէ, նաեւ անշարժ գույք գտնելու, գնելու, հա, անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված հարցեր, եթե կան փաստաթղթային հարցեր, արագացնելու process-ը ի օգուտ ձեզ եւ այլն։ Մի խոսքով ցանկ այստեղ կա, կարող եք ծանոթանալ, այս բոլոր հարցերը հնարավոր է լուծել մետաֆիզիկական ակտիվացիաներով։ Ես ստեղծել եմ մետահաջողություն նախագիծ, որը ունի արդեն 1 տարուց ավել պատմություն ու այս նախագիծը գործում է բաժանորդագրության սկզբունքով։ Դուք բաժանորդագրվում եք եւ ամեն օր ստանում եք ուրեմն մետաֆիզիկական ամենաուժեղ ակտիվացիաները հատուկ ծրագրի միջոցով։ Եթե կցանկանաք միանալ, ապա ուղարկեք մետա բառը մեկնաբանություններում եւ ես կուղարկեմ ձեզ բոլոր մանրամասները։ Հիմա, եկեք անցնենք հարաբերություններին, ինչպիսին կլինի հարաբերությունը 2026-ին, ընդհանրապես հարաբերությունների մասով մի փոքր պասիվություն է նկատվում բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են խոզի տարում, հա։ Եթե դուք հարաբերություններ եք փնտրում, մի փոքր դժվար կլինի նոր հարաբերություններ փնտրելը, բայց այնուամենայնիվ եթե ցանկանում եք, ապա մետաֆիզիկական ակտիվացիաներով դուք կարող եք բարելավել ձեր հարաբերությունների վիճակը։ Եթե դուք արդեն հարաբերություններում եք, ապա ստեղ կլինեն ստուգումներ, եղեք փոքր ավելի համբերատար, փորձեք լինել ավելի ճկուն, փոփոխությունների գնաք եւ ամեն ինչ լավ կլինի։ Եթե խոսքը վերաբերվում է առողջությանը, ապա ասեմ, որ այս տարին կարևորագույն նշանակություն կունենա ձեզ համար առողջության մասով, ինչպես նշեցի աստղերի հետ կապված, մենք պետք է մի հատ հասկանանք, թե ինչա կատարվում մեր օրգանիզմի հետ, առողջության հետ, ինչ խնդիրներ ունենք ու փորձենք արագ հասկանանք խնդիրները եւ սկսենք հենց փետրվար ամսվանից լուծել դրանք։ Նաև ասեմ, որ այս տարի մի փոքր ուշադիր եղեք սուր, ծակող, կտրող գործիքների հետ աշխատանքներից, եթե դուք ունեք մասնագիտություն, որը կապված է տվյալ ուրեմն առարկաների հետ, այսինքն առարկաները, որոնք սուր են, ծակող են, կտրող են եւ այլն, մի փոքր ուշադիր եղեք, որովհետև հավանականությունը մեծ է, որ կարող եք վնասել ինքներդ ձեզ, իսկ այդ վնասելը կարող է շատ ուրեմն վտանգավոր լինել նաև ձեր առողջության համար։ Եղեք մի փոքր ավելի ուշադիր։ Իսկ եթե ձեր մասնագիտությունը կապ չունի նման առարկաներ օգտագործելու հետ, առավել եւս, եթե դուք վարում եք մեքենա, եթե դուք հաճախակի գտնվում եք ինչ-որ տարածքներում, որտեղ օգտագործում են նման առարկաներ, ապա եղեք մի փոքր ավելի ուշադիր։ Հիշեցնեմ, որ 2026 թվականի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա իմանալու համար անհատական, անհատապես հենց ձեզ համար, իմանալ թե ինչպես կարելի է օգտագործել տարվա էներգիաները, ինչպիսի քայլեր, ինչպիսի ռազմավարություն կարելի է մշակել եւ ընդհանրապես ըստ ամիսների ինչ կարելի է անել եւ ինչ չի կարելի անել, այս ամենի մասին դուք կարող եք իմանալ դիմելով անհատական խորհրդատվության։ Եթե ցանկանում եք ծանոթանալ մանրամասներին, սկանարեք այս QR կոդը եւ մանրամասները ամբողջությամբ այնտեղ են։ Այսքանը ուրեմն բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են խոզի տարում 2026-ը իրոք կարող է լինել ձեր լավագույն տարիներից մեկը, որովհետև աստղերի դասավորվածությունը բավականին լավն է համեմատած 2025-ի, բայց ամեն դեպքում պետք է հիշենք, որ 2026-27 թվականները դրանք տուրբուլենտ տրանսֆորմացիոն տարիներ են բոլորի համար, իսկ այս ճգնաժամային իրավիճակում հաջողության հասնելու համար պետք է հստակ ռազմավարություն,
և անհատական մշակված ձեզ համար։ Այդ բոլոր հարցերի պատասխան դուք կարող եք ստանալ իհարկե դիմելով անհատական խորհրդատվության։ Եթե կլինեն հարցեր, գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակով ինձ, ես միայն սիրով կպատասխանեմ, կհանդիպենք, լավ եղեք։